Այս երեկո դիտում էի այն կադրերը, որոնցում Պուտինը մեդալ էր հանձնում կտրիչի եղբորը՝ Եզրասին։ Ինչպես բազմիցս ասել ենք, սա ֆսպի գործակալ է, հայ քահանայի քողի տակ թաքնված մի գազան, չար հոգով։ Այս անբարոյականը Եզրասն ու իր մաֆիան։ Ներսից քայքայում են հայ առաքելական եկեղեցին եւ դարձել են հիբրիդային պատերազմի գործիք իմ ժողովրդի եւ հայրենիքի դեմ։ 2018-ին այս տխմար ու տական կարարածը ինձ կանչեց իմ ծննդյան օրը իր գրասենյակ, իբր շնորհավորելու։ Նվերներ տվեց ու բաց տեքստով ասաց. «Դադարեցրու ինձ քննադատել երիտասարդների ձերբակալությունների համար, դադարիր պաշտպանել Փաշինյանի իշխանությանը։ Փոխարենը ես քեզ կվերցնեմ աշխատանքի։ Դու այլևս երբեք ոչնչի կարիք չես ունենա»։ Այդ պահին ինձ մոտ զզվանք առաջացավ։ Զզվեցի նրանից, նրան կողքին պտտվող Ալվարդ կոչված լրտեսուհուց եւ նրա սիրեկան քահանաներից։ Ուզեցի փախչել այդ նողկալի միջավայրից։ Այլ բաներ էլ կան, որոնք պատմում են մարդիկ, այդ թվում քո հոգեվորականների տարեկան ձեռքբերումները։ Չգիտեմ հիմա այդ գումարը որքան է, բայց մի ժամանակ յուրաքանչյուր թեմի հովիվը տարեկան 2 անգամ գալով գողակաց խոտկա հիշեցնող, իբր հոգևոր ժողովների պարտադիր իր հետ պետք է բերեր առնվազն աներևակայելի մոտ 6,000 գումար։ Ես շփվել եմ քո ենթակայության տակ գտնվող տարբեր հոգևորականների հետ, եւ այդ ամենը նրանք են պատմել։ Կային պատմություններ, թե ինչպես են եկեղեցիները վերածվել շուկայի, այնտեղ ամեն ինչ են վաճառում, որ ստիպված այդ գումարները հավաքեն ու քեզ բերեն։ Եվ էլ չասեմ այն պղծությունները, որոնց մասին շատերը են խոսել, մոմավաճառներից երեխաներ ունենալ, կռիվ ռազմորկաներ։ Թմրանյութեր այս ամենը մարդկանց մեջ առաջացրեց խորը զզվանք եւ ամոթ, որի արդյունքում բազմաթիվ հավատի կարոտ հայեր հեռացան հայ առաքելական եկեղեցուց։ Եվ ահա այսօր նայում եմ այդ մարդու դեմքին, երբ նա գնում է Պուտինի մոտ ու ստանում մեդալ։ Մեդալ իր երկրի ու ժողովրդի դեմ պատերազմի համար։ Ինչի համար ես դու ստացել այդ մեդալը։ Եզրաս։ Դավաճան լինելու համար։ Մոսկվայի հայերը լավ գիտեն, թե ինչպես է իր գրեթե 20 տարի կառուցում հայկական եկեղեցին Մոսկվայում, այդքան ժամանակ գրպանելով շինարարության փողերը։ Դու երբեք Աստծուն մոտ չես եղել։ Դու սատանայի բանակում ես, եւ մեզ համար արդեն մեկ է, ով է քեզ մեդալ տալիս։ Հայաստանում մեդալ չեն տալիս իշխանության հրամանով։ Հայաստանում մեդալը ժողովրդի ճանաչումն է։ Իսկ ժողովրդի ճանաչում Ռուսաստանում չի լինում, լինում է միայն հատուկ ծառայությունների առաջ կրանալով ու թույլ տալով, որ քեզ օգտագործեն ինչպես մաշված մարմին, դատարկ հոգով։ Դու հենց այդպիսին ես, դու սրիկա ես։ Սրիկա, որ իր տեղն ունի դժոխքում։ Հեղինակ Ռոման Բաղդասարյան։ Պետք չէ կարգավորված հարցերը կարգավորելու մասին խոստումներ տալ։ Այդ հարցերը կարգավորված են։ Հաջորդ հարցը Վոլոդիա Հակոբյան Սիրիկյան։ Պարոն վարչապետ, վերջերս դուք ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցիք, որ մամուլի նորմաներով նշեցիք, որ եպիսկոպոսներից մեկը KGB-ի գործակալ է։ Մենք հիշում ենք, որ մամուլը գրել էր այդ մասին նշելով Եզրաս Ներսիսյանին, Կտրիչ Ներսիսյանի եղբորը համատեղությամբ։ Պարոն վարչապետ, վերջերս մի քանի օր առաջ Եզրաս Ներսիսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հերթական շքանշան ստացավ։ Ուզում եմ հասկանալ, դուք այստեղ կապ տեսնում եք եւ Եզրաս Ներսիսյանի նկատի ունեիք։ Ես չեմ ասել եպիսկոպոսներից մեկ, ասել եմ Եզրաս, ասել եմ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը, չէ՞, տենց եմ, չէ՞, այսինքն տենց չի, որ ես տենց ինչ-որ անորոշ բան եմ ասել, ես նկատի եմ ունեցել, կարծեմ թե մի անունն եմ տվել, եթե չեմ սխալվում ամբիոնից, ամենայն դեպս ես տենց եմ հիշում, որ եթե տենց շատ կոնկրետ անունը չեմ ասել, այն նկատառումով, որ այնքան պարզ եմ ասել, որ անունը եւս մեկ անգամ ճշգրտելու անհրաժեշտություն չկա եւ կարծում եմ, որ այն փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես պակ գործակալ եւ դա փաստ է եւ իմիջայլոց հարգելի գործընկերներ, ես էլի զարմանում եմ, որ այսքան մեր հարգելի լրագրողները այդքան քննարկում են այդ հարցը, բայց տենց պարզաբանում չի ակնկալվում ոչ Կտրիչ Ներսիսյանից, ոչ իր եղբորից, այդ փաստերի առիթով։ Ասենք հիմա Կտրիչ Ներսիսյանը երկու հարց պետքա պարզաբանել, երկու հարց, որը պետքա ունենա շատ կոնկրետ պատասխան։ Հարց 1. Եթե Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի, եւ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, ինքը կարող է լինել զբաղեցնել
ամենայն հայոց կաթողիկոսի գահը։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Ասենք որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ այս հարցը տալիս։ Եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ, կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտը ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Որովհետև այսօր իմ արձանագրումը ուզում եմ, որ ճիշտ լինի։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանի Ծառաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում։ Ես այն օրը մի քննարկման ժամանակ հետևյալ օրինակն էի բերում, օրինակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է լինել վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձը։ Հիմա եթե ասենք, օրինակ պարզվի, որ ես բանի, չգիտեմ, ինչ երկրի, ուրիշ երկրի քաղաքացի եմ, եւ դրա հիմնավորումները ունեն անձնագիր եւ այլն, այդ պահի եւ այդ փաստի բերումով չեմ կարող ես վարչապետ լինել։ Նույն կերպ էլ կաթողիկոսը երեխա ունենալու բերումով չի կարող կաթողիկոս լինել։ Նա Կտրիչ Ներսիսյան է, դրա համար ենք մենք ասում Կտրիչ Ներսիսյան, որովհետև նա կաթողիկոս չի։ Ինչ վերաբերում է պարգևատրման փաստին, չունեմ մեկնաբանություն, ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է։ Այդ թվում եւ հայաստանցի եպիսկոպոսին։ Համեն դեպս մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվի, որ պարգևատրված անձը նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ունի, դա էլ պետք չի բացառել։ Պարոն վարչապետ, դուք համաժողովի ժամանակ արձագանքել եք։ Պետք է նախ ամբողջության մեջ գնահատենք այդ հայտարարությունը, որովհետև ես նախորդ օրն էլ լրագրողը հարց տվեց, շատ կարևոր է, որ ճշգրիտ լինի, ճշգրիտ արձանագրենք ինչա տեղի ունեցել, հետո նոր գնահատենք։ Իսկ որն է ճշգրիտ արձանագրումը, որովհետև մեր մամուլում ես էլ եմ ասում, այդ ընդհանրապես իմ գործառույթը չի, ես սրա մասին պետքա չխոսեմ էլ, սրա մասին պետքա խոսեն լրատվամիջոցներ, ովքեր տեղեկատվությունը պետքա ճշգրիտ փոխանցեն, որ հարցը ճշգրիտ ձևակերպի, որ պատասխաններ լինի ըստ էության եւ ոչ թե ուրիշ բանի մասին։ Օրինակ ասում են, որ Ադրբեջանի նախագահն ասել է չկա Սևան, կա Գյոյչը, մինչդեռ հնչել է հայտարարություն, որ ցարական ժամանակների քարտեզում Սևան չկա, կա Գյոյչը։ Իմիջայլոց մեր լրագրողները շատ հետաքրքիր է։ Օրինակ ոչ մեկ չի գնաց այդ քարտեզը հանի։ Մի հատ տեսնի այդ ինչ քարտեզի մասին է։ Կա քարտեզ, թե չկա քարտեզ։ Եվ եթե այդ քարտեզը հանեին մեր լրագրողները, օրինակ կտեսնեին, որ այդ քարտեզը ինչքան այդ տեսակետից կարա աննպաստ լինի Հայաստանի համար, երկու այնքան կարա աննպաստ լինի ցանկության դեպքում Ադրբեջանի համար, որովհետև օրինակ կարա պարզվի այդ քարտեզի վրա Հայաստան կա, վայ ներողություն, իսկ Ադրբեջան չկա, իսկ դա ոնց մեկնաբանենք։ Ես դրա համար եմ ասում, այդ անօգուտ գործողությունը, ել չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք եւ ինչու՞ միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական, այդ քարտեզներում ոչ Հայաստան, հղվող քարտեզին ասում եմ, շատ պարզ գրած է Հայաստան, Հայաստանի տեղում այսօրվա, Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրած չի։ Եվ ինչի համար։ Շատ լավ, բայց ես համարում եմ, որ դա անիմաստ թեմա է եւ անիմաստ քննարկումները առավել եւս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Էլ չեմ ասում այդ քարտեզները հրապարակված են։ Այդ քարտեզները հրապարակված են, այն որ դուք այն նյութերը ուղարկեք ինձ, ես էլ այդ քարտեզ կուղարկեմ ձեզ, չնայած 5 րոպե փնտրելով կարող եք այդ քարտեզ գտնել։ Այսինքն որ այդ քարտեզի վրա Հայաստան գրած, Ադրբեջան գրած, ինչ է նշանակում դա։
դա ինչ քաղաքական հետևության է բերում։ Բայց եմ ասում, խալիֆայության շրջանում եղել է խալիֆայությունը, պարսկական տիրապետության ժամանակ եղել է Պարսկաստան, Օսմանական տիրապետության ժամանակ եղել է Օսմանյան կայսրություն, բայց իմ ելույթում ասում էի, պարզ օրինակ էի բերում, որ չբարդացնեն։ Կամ այն ժամանակաշրջանը, որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ բանի Գանջայի անունը եղել է Կիրովաբադ, ինչ է դա նշանակում։ Եղել է, չէ՞։ Ինչ է դա նշանակում։ Դրանց հետևությունը ինչ է։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն հիմա անկնել պատմական բանավեճերի ես էսա գրած եւ այդ բոլոր անունները ով ասել որ այդ անուններն ադրբեջանական են։ Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են։ Ես դրա համար նաեւ բանի զանգ բառի օրինակը բերեցի։ Ով ասել որ դրանք ադրբեջանական են։ Թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, տեղ-տեղ կլինեն ռուսական։ Եվ ինչ, բայց ինչ է դա փոխում։ Ոչ մի բան էլ չի փոխում։ Ինչ վերաբերվում է գնալ գալուն, խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են գնալ ավտոմեքենայով, այդ թվում Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ, այդ թվում Երևան։ Իսկ եթե խոսքը ուրիշ բանի մասին է, ես ասում եմ այդ օրակարգը վտանգավոր է խաղաղության համար։ Ուրեմն ես իմ ելույթում խոսեցի ընդհանուր Մանթաշյանի ժառանգության մասին, բայց եթե Խորհրդային Միությունը անօրինական է վերցրել այդ գույքերը, Մանթաշյանի գույքերն էլ ուրեմն հայկական ժառանգությունն էլ անօրինական վերցրել։ Բայց ես համարում եմ, որ այդտեղ մտնել ընդհանրապես իմաստ չունի։ Եվ իմ առաջարկն է, եւ ըմբռնումն է, եւ մեր պայմանավորվածությունն է, եւ 2025 թվականի օգոստոսի 8-ի ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերից հետեւում է, որ մենք պետքա դադարեցնենք այդ մոտեցումը։ Այդքան